Կարող եք մի հարցի անկեղծ պատասխանել, ակնկալում Ես բոլոր հարցերին անկեղծ եմ։ Իսկ ձեր շուրջը հավաքված տիրադավ եպիսկոպոսները ինչ կենսագրություն ունեն եւ նախկինում դուք մոռացել եք այն որակումները, որ տալիս եք այդ մարդկանց հասցեին։ Ես կարող եմ ձեզ տրամադրել բոլոր այն նյութերը, որոնք որ նախկինում դուք ասում եք այդ մարդկանց հասցեին։ Հիմա ձեր միջոցով են այդ մարդիկ բարենորոգվելու եւ բարեկարգվելու եւ ինչ վերաբերվում է նրան, որ եկեղեցիների ես բազմաթիվ պատարակների են մասնակցել եւ խնդիր չի ունեցել եկեղեցին։ Իսկ ձեր պարագայում դուք վարչական ռեսուրսի չարաշահմամբ, դա շատ ակնհայտ է։ Դուք վարչական ռեսուրսի չարաշահմամբ մարդկանց տիպողաբար հիվանդանոցից հանելով, հիվանդանոցից հիվանդ մարդուն հիվանդանոցից հանելով բերում եք պատարակի։ Այս էլ ձեր շուրջ, ձեր կողքը հավաքված եկեղեցականի իրական պատկերը ես ձեզ ցույց տամ։ Ուրեմն ես ասում եմ նա պիտի ինտերվի առավոտյան արդեն ոչնչացրեց Սուրբ ոգին իրեն նույն պարլամենտում ոչնչացվեց եւ դա Աստծո հրաշքն է Այս հոգեվորականն է ձեր շուրջը պարոն Փաշինյան այս հոգեվորականը որ ասում եք Վազգեն Սարգսյանի գնդակահարությունը դա Աստծո հրաշք է ձեր ուխտերթին է այս հոգեվորականը մասնակցում մեր պատարակներին չի մասնակցում դուք խոսում եք բարենորոգումից Լուրջ եք ասում, սրա միջոցով եք բարեփոխումներ անելու, թե ձեր բնորոշմամբ Բենտլի Սամոյի